Հայաստանյան ընտրությունները հասկանալի պատճառներով չափազանց մեծ ուշադրության են արժանացել Բաքվում, Անկարայում և Մոսկվայում, թեման շարունակենք Արտյոմ Երկանյանի հետ, Արտյոմ, սկսենք նախ Մոսկվայից։ Միջազգային մամուլը գրում է, որ Ռուսաստանը արդեն 4-րդ անգամ տապալում է հարևան կարևոր երկրներում լոյալ քաղաքական ուժի իշխանության բերելու փորձը։ Մինչ այդ Հունգարիայում, Ռումինիայում և Մոլդովայում հակառակ Մոսկվայի ջանքերին ոչ լոյալ կամ պակաս լոյալ իշխանություններ ձևավորվեցին։ Հավանաբար նաև այս հանգամանքով է պայմանավորված այն, որ ռուսաստանցի բարձրաստիճան պաշտոնյաների շուրթերից բավական կոշտ հայտարարություններ են հնչում։ Օրինակ նախագահի մամլոխոսնակ Դմիտրի Պեսկովը այսօր հայտարարել է, որ առայժմ ձեռնպահ կմնա գնահատականներից, քանի որ Մոսկվայում սպասում են ընտրությունների վերջնական արդյունքներից, բայց նաև հետևում են բոլոր այն հայտարարություններին, որոնք վկայում են բազմաթիվ ընտրախախտումների մասին։ Սա մեջբերում է։ Հիշեցնեմ, երեկ Մեդվեդևը հայտարարել էր, որ եթե այս ընտրությունների արդյունքում Նիկոլ Փաշինյանի թիմակիցները հաղթեն, Երևանի և Մոսկվայի միջև հարաբերությունները կշարունակեն զարգանալ։ Ռուսաստանի արտգործնախարարության մամլոխոսնակ Մարիա Զախարովան հայտարարել է, որ այս ընտրությունները անցել են ընդդիմության վրա աննախադեպ ճնշման մթնոլորտում և Արևմուտքի, մասնավորապես Եվրամիության կողմից աննախադեպ միջամտության փորձերի ֆոնի վրա։ Մեջբերեմ նրա խոսքերը, հայ հասարակության մեջ կա հստակ պահանջ ռուս-հայկական հարաբերությունների զարգացման ու եվրասիական ինտեգրացիոն կառույցներին Հայաստանի շարունակական մասնակցության վերաբերյալ։ Իր կարծիքով այս ընտրությունները հենց դրա մասին էին վկայում։ Հետագա Մոսկվայի քայլերը Զախարովան պայմանավորել է Երևանի հաջորդ քայլերով, այսինքն կախված դրանից Մոսկվան կորոշի, թե ինչպես է վարվելու հետագայում։ Ռուսաստանցի սենատոր Ալեքսանդր Սավինը հայտարարել է, որ ընդդիմության ոչ մի բողոք ընտրախախտումների հետ կապված իշխանությունների կողմից անհրաժեշտ արձագանքի չի արժանացել։ Այն դեպքում, երբ ԱՊՀ դիտորդական առաքելությունը հաստատել է, որ չի արձանագրվել այնպիսի խախտումներ, որոնք կարող էին ազդել ընտրությունների արդյունքի վրա։ Սա կարելի է նաև ընկալել որպես պատասխան Դմիտրի Մեդվեդևին, Անվտանգության խորհրդի նախագահի տեղակալ, ով դեռ քվեարկությունից առաջ էր հայտարարել, որ այս ընտրությունները չեն կարող լեգիտիմ համարվել։ Ռուսաստանի Պետդումայի եվրասիական ինտեգրացիայի հարցերով հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Կալաշնիկովը հայտարարել է, որ այս ընտրությունները չպետք է բերեն Երևանի և Մոսկվայի միջև հարաբերությունների խզմանը, բայց որ արդյունքում Ռուսաստանը պետք է, մեջբերում եմ նրա խոսքերը, կրճատի Երևանին իր օգնություն ասելով Կալաշնիկովը նկատի ունի հետևյալը՝ չպաշտպանել նրանց, չտալ նրանց գազ և էլեկտրականություն։ Լեոնիդ Կալաշնիկովը համեմատել է Հայաստանը առանց բռնակի ճամպրուկի հետ, որը քաշ տալ դժվար է, բայց դեն գցել ափսոս է։ Իսկ Պետդումայի պատգամավոր Անդրեյ Կալեսնիկը հայտարարել է, որ Փաշինյանը փորձելու է միաժամանակ երկու աթոռի վրա նստած մնալ, բայց Մոսկվան չպետք է թույլ տա իրեն դա անել։ Ընտրությունների այս արդյունքներից հետո հարժի Մոսկվայից սպասել առևտրական սահմանափակումների խստացմանը։ Դե հավանաբար դա կախված կլինի հետագա սպասվող երկխոսությունից։ Հիշեցնեմ, Նիկոլ Փաշինյանը հաստատել էր, որ ընտրություններից հետո մտադիր է մեկնել Մոսկվա եւ այդ այցի մասին կոնկրետ պայմանավորվածություն է ձեռք բերվել Փաշինյանի եւ Պուտինի միջև վերջին հեռախոսազրույցի ընթացքում, բայց Մոսկվայից արդեն ակնարկում են, որ եթե այդ խորհրդատվությունները, երկխոսությունը դրական արդյունք չտա, այդ տնտեսական միջոցները կրկին կազդեն ոչ նպաստ հայերին։ Մասնավորապես ձկնաարդյունաբերության համար պատասխանատու պետական գերատեսչության ղեկավար Իլյա Շեստակովը հայտարարել է, որ եթե ռիսկեր առաջանան, Ռուսաստանը կփակի իր շուկան հայաստանյան ձկան արդյունաբերողների համար։
Այսինքն սովորաբար նման հայտարարություններով հանդես են գալիս, երբ արդեն եթե ոչ որոշում, ապա որոշումի նախագիծ գոյություն ունի։ Եվ իհարկե հետաքրքիր է Բաքվում ինչպես են մեկնաբանում մեր ընտրությունները։ Ադրբեջանի եւ Թուրքիայի ղեկավարները Փաշինյանին չեն շնորհավորել, հիշեցնեմ Թուրքիայում նախագահական վերջին ընտրություններից հետո վարչապետ Փաշինյանը նախագահ Էրդողանին պաշտոնապես շնորհավորել էր, առայժմ թուրքական կողմից շնորհավորանք չկա, ինչպես նաեւ Բաքվից։ Ադրբեջանական լրատվամիջոցները հատուկ ուշադրություն են դարձնում այն հանգամանքի վրա, որ Նիկոլ Փաշինյանը խոստացել է ինստիտուցիոնալիզացնել հայ-ադրբեջանական խաղաղությունը, բայց ինչն է հետաքրքիր, Բաքվի մամուլը ներկայացնում է խորհրդարանական ընտրությունների այս արդյունքները ոչ թե որպես հայ ժողովրդի կամքի դրսևորում, այլ որպես Ադրբեջանի կողմից հայերի առջև դրված վերջնագրի պահանջները կատարելու դրսևորում։ Օրինակ Վեստի Ազե պարբերականը, որը բավական մոտ է նախագահական աշխատակազմին, գրում է, մեջբերում եմ. Այս իրականությունը ձևավորվել է ոչ թե Երևանում, ոչ թե հայկական կուսակցական շտաբներում, ոչ թե արտաքին խաղացողների գրասենյակներում, այլ նախագահ Իլհամ Ալիևի գլխավորությամբ Ադրբեջանի հետևողական ռազմաքաղաքական ու դիվանագիտական գծի արդյունքում։ Այժմ այդ գրում է պարբերականը, որ վերացվել են բոլոր սահմանափակումները եւ արգելքները, որոնք խանգարում էին Փաշինյանին սահմանադրական փոփոխություն կատարել եւ հիմա իսկը ժամանակն է, գրում է պարբերականը, հստակ պահանջ դնել Հայաստանի իշխանությունների առջև հանրաքվե անցկացնել եւ սահմանադրական փոփոխություններ իրականացնել։ Փաշինյանը ստացել է էլեկտորալ մանդատ, այժմ պետք է պարտավոր է այդ մանդատը օգտագործի, գրում է պարբերականը։ Մեկ այլ իշխանամետ պարբերական Մինվալ Ազը գրում է. նրանք պետք է հնարավորինս շուտ հանրաքվե անցկացնեն եւ ընդունեն նոր սահմանադրություն։ Երևանը այլևս որևէ արդարացում չունի։ Հետաձգման ցանկացած փորձ կդիտարկվի որպես ուղղակի մարտահրավեր եւ կստանա համապատասխան արձագանք։ Այնուամենայնիվ մեկ այլ երրորդ իշխանամետ լրատվամիջոց Հակին Ազը գրում է, որ Փաշինյանը մեծ ցանկության դեպքում կարող է պես պատրվակ ներկայացնել, որը իրեն խանգարում է ինքնուրույն այդ հարցին լուծում տալ հեշտ ու հանգիստ։ Խոսքը այն մասին է, որ իշխող կուսակցությունը չունի խորհրդարանում սահմանադրական մեծամասնություն եւ պարբերականի կարծիքով վարչապետը կփորձի դա օգտագործել կրկին ժամանակ շահելու նպատակով մեջբերեմ խոսքերը Փաշինյանը կփորձի շահագործել իր մանդատի թուլությունը բանակցային բարենպաստ դիր գրավելու համար։ Նա անընդհատ հեծածկում է, պահանջում է ներքաղաքական հանգամանքների հաշվի առնել, սակայն հայկական քաղաքականության ներքին խնդիրները չպետք է լինեն Ադրբեջանի մտահոգության առարկա։ Փաշինյանը պետք է ինքնուրույն լուծի իր խնդիրները խորհրդարանի հետ։ Բաքուն պարտավոր չէ իր պահանջները համաձայնեցնել Հայաստանի էլեկտորալ ցիկլի հետ։ Այսպիսով կարծում եմ իմաստ ունի Ադրբեջանից ել ավելի կոշտ դիրքորոշում սպասել եւ նոր ճնշումների։ Շնորհակալություն։